Փաշինյանը ատում է ցանկացած ազգայինը։ Սա այն ինչի մասին մենք հիմա խոսում ենք, վերքաղաքական գործընթացներ են։ Եկեղեցին էլ քաղաքականության հետ կապ չունի։ Դա ազգային նկարագիր է, դա ազգային արժեք է։ Ու ինչպես ցանկացած ազգային բան, Փաշինյանը փորձելու է դա վերացնել, խարխլել, իր միջամտությամբ վտանգել։ Պարոն Մամիկյանյան, այդ դեպքում ինչ կապ ուներ Աբազյանի պաշտոնից հեռացնելը, արդյոք դուք կապում եք 3 տեղի ունեցած հետ, քանի որ ազգային անվտանգության ծառայությունը եւս Կարապետյանի տան մոտ է գտնվում։ Եվ արդյոք վերջինս չի կատարել Փաշինյանի որևէ հրահանգում։ Գիտեք, ես տեղեկություն չունեմ, որպեսզի վստահաբար կարողանամ մեր համաքաղաքացիներին այն հայտնել, ամենայն եւ հարգանքս մեր քաղաքացիների նկատմամբ թույլ չի տա չճշտված տեղեկություն տարածել, բայց ես ունեմ պարզ տրամաբանություն եւ մի քանի ժամ տարբերությամբ տեղի ունեցած իրադարձությունները ունակ եմ իրար հետ կապել, բայց նորից ասեմ, դա ընդամենը պարզ տրամաբանություն է։ Դե ուրեմն սա կլինի պատմության մեջ առաջին անգամ, երբ Փաշինյանը սուտ է ասել։ Մյուս այդպիսի դեպքեր չեմ հիշում։ Թե ինչ է ասել Փաշինյանը, բացարձակ կարևոր չի։ Ճիշտը որ ասեմ, մեծ հաշվով արդեն տևական ժամանակ է կարևոր չի։ Ինքը անում է այն, ինչ ծրագրել է, այն ինչ պատրաստվում է։ Միակ հարցը, որ այստեղ մնացել է բաց, թե մենք հայրենասերներս դրա հետ կապված ինչ ենք անելու։ Ուրիշ էլ հարց իմ կարծիքով չկա։ Պարոն Մամիկյանյան, ներողություն հարցտամ, այսօր պարոն Փաշինյանը եւս մեկ գրառում արեց, որ ինքը չի կարող եւ չի պատրաստում եւ մինչ օրս պատերազմ չի հրահրել եկեղեցու դեմ, կարող ենք համարել, որ կրքերը հանդարտվել են պարոն Աբազյանին աշխատանքից հեռացնելու եւ պարոն Կարապետյանի նկատմամբ այսպիսի վարույթ նախաձեռնելուց հետո։ Մենք գտնվում ենք դատարանի բակում, որտեղ քննարկվում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը։ Ձեր կարծիքով կրքերը հանդարտվել են։ Ես կարծում եմ չէ։ Ես նոր ասացի, որ իր հայտարարությունները էական չեն։ Եվ որպես զուգահեռ էլի, Սամվել Կարապետյանը պաշտպանել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր հայտարարությամբ։ Դրա համար իրեն հիմա փորձում են կալանավորել։ Սրանից մի 2 շաբաթ առաջ ակնհայտ ալկոհոլի նկատմամբ հակումներ ունեցող մի էակ հանդգնել էր գնալ ֆիզիկապես գնալ հայ առաքելական եկեղեցու սպասավորի վրա հարձակողական գործողություններով։ Ինքը ազատության մեջ է, ենթադրաբար հարբում է, ինչպես միշտ, իսկ Սամվել Կարապետյանը այս պահին գտնվում է դատարանում։ Այս է Հայաստանի նկարագիրը 2 նախադասությամբ։ Պարոն Մամիկյանյան, ինչ սպասել Անկարայում տեղի ունեցող հանդիպումից եւ արդյոք պարոն Փաշինյանը Արցախը հանձնեց, արդյոք նա գնում է Անկարա հանդիպման, որպեսզի Սյունիքն է։ Եթե կարճ պատասխանեմ ձեր հարցին, ապա ոչ մի լավ բան։ Առհասարակ, երբ որ Փաշինյանը մասնակցում է որևէ միջազգային հանդիպման, թեկուզ Հոնդուրասի հետ, ինքը տարբերակ կգտնի հող հանձնելու։ Վարկյան անգամ չկասկածեք Փաշինյանի հողահանձնության ունակությունների վրա, այս եթե կատակով։ Իսկ եթե լուրջ, ապա նորից մենք չունենք պաշտոնական որևէ տվյալ, մենք ունենք առանձին մի քանի փաստեր։ Փաստ համար 1, ամսի 19-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը լինելու է Անկարայում։ Վերջնակետը, թե երբ է ինքը վերադառնալու Բաքու, հրապարակված չէ։ Ամսի 20-ին Փաշինյանը լինելու է Անկարայում եւ ըստ որոշ տեղեկությունների այնտեղ քննարկվելու են թե խաղաղության Տիկին Զոհրաբյանին իր եթերը քիչ էր, մենք էլ իմ եթերի հաշվին քայլեց։ Եվ այնտեղ ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների քննարկվելու են խաղաղության, այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման կետերը ըստ 24 News լրատվականի քննարկվում է 2 վայր ստորագրման, Վաշինգտոն կամ Էմիրություններ, քննարկվում է 2 ժամկետ, աշուն կամ ձմեռ եւ ամենաեականը քննարկվում է, որ այդ գործարքի մաս է կազմելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավի իրենց պատկերացումներով ավարտը եւ Հայաստանի անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղադրիչներից մեկի ռազմաբազայի, որը չեմ կարծում, որ կարիք կա բացատրելու թե ռուսական ռազմաբազան ինչ կարևոր դերակատարում ունի մեր անվտանգային ճարտարապետության մեջ, վերացումը։ Ես դրան կհավելեմ նաև, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանը նաև կստորագրի կամ կմեկնարկի կամ պաշտոնապես կհայտարարի, որ մեկնարկում է Մինսկի խմբի լուծարման գործողությունը, որը ինքնին ենթադրում է Արցախի էջի արդեն
ներողություն եմ խնդրում, դե յուրե փակումը Փաշինյանի կողմից։ Ահա այս են իմ ակնկալիք բառը վատ բառը այս բառագայում մտավախությունները այդ հանդիպման հետ կապված եւ նորից վերադառնամ նրան, ինչ մի քիչ առաջ ասացի, թե ինչ է անելու Փաշինյանը ակնհայտ է։ Այդ մարդը հայկական թուղթաստորագրում անգամ առանց Ալիևի մասնակցության, ուզում հիշեցնել նախորդ զարգացումները։ Այստեղ մենակ մի հարց է մնում։ Մենք հայրենասերներս դրա հետ կապված ինչ կանենք։ Ինչ կանեք։ Կարծում եմ, որ առնվազն ցասման արտահայտման, արդար ցասման արտահայտման եւ գիտակցման, որ Փաշինյանից որևէ լավ բան ակնկալել հնարավոր չի, հասարակության ճնշող մեծամասնությունը արդեն իսկ որոշում կայացրել է։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի այս պահին վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացու կարծիքով դավաճան է։ Ոչ թե ցածր ռեյտինգ ունի, իրականում ցածր ռեյտինգ ունի, դա առանձին պատմություն, բայց Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացին իրեն համարում է դավաճան։ Կարծում եմ դրանից ավելի լավ նախադրյալներ այս ազգային գործընթաց հավատին հասցնելու համար գոյություն չունի եւ բնականաբար լինելով Հանրապետական կուսակցության անդամ եւ իմանա ինչպես գիտեք մենք նախաձեռնել ենք իմպիչմենտի գործընթաց մենք համարում ենք որ իմպիչմենտը լավագույն գործիքն է մեր բոլորի սա արդեն նպատակել չի սա երազանք է գեր նպատակ է իշխանափոխությունը իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իմպիչմենտը չի հաջողվի, ինչ է կարծում։ Ես խորապես թքած ունեմ, թե ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը։ Եվ փողոցային պայքար երբ եք ուզում սկսել եւ արդյոք սկսել Մենք հիմա որտեղ ենք գտնվում, եք։ որը գտնվում է փողոցում։ Փողոցային պայքարի կան շատ տարբեր միջոցներ ու ես համարում եմ, որ դրանցից յուրաքանչյուրը սկսած 100,000 հոգանոց հանրահավաքից եւ վերջացրած 50-100 հոգանոց թիրախային եւ արդյունավետ ակցիայից բոլորը իրենց արդյունքը տալիս են։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 18 թվականի ապրիլի 25-ից սկսած բոլոր իրական ընդդիմադիր գործընթացներին մասնակցել է իր ուժերի ներածից մի փոքր ավելով եւ նույնը մենք պլանավորում ենք անել եւ հաշվի առնելով ընթացիկ գործընթացները նաեւ այս անգամ ավելի նախաձեռնողական կեցվածքով, այսպես ձևակերպել։ Շնորհակալ եմ։